գործադիրի ղեկավարը հայտարարում է, որ օրինակ ինքը չի ընդունում տվյալ անձին որպես կաթողիկոս, նրա նկատմամբ հարուցում եք իրական գործեր եւ այլն։ Ում է ձեր կարծիքով կաթողիկոսի իրավունքները խախտված են, պլանավորում եք նրա հետ հանդիպում, թե ոչ։ Ես խնդրի վերաբերյալ բազմիցս խոսել եմ, հատուկ շեշտադրել եմ կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը հարգելու կարևորությունը։ Սրա վերաբերյալ կարծում եմ նոր չէ, որ արտահայտվում եմ, առավել եւս վերջին իրադարձությունների հետ կապված, որոնք վերաբերել են դատական ակտը չկատարելու հիմքով քրեական վարույթ նախաձեռնելուն, քրեական հետապնդումներին, հատուկ խոսել եմ այն հարցի մասին, որ թեև մենք հիմա գործ ունենք դատական ակտի մասին եւ բոլորս ենք ինչ որ առումով սահմանափակված հարցի վերաբերյալ շատ ավելի կոշտ դիտարկումներ ներկայացնելու հանգամանքով, բայց առնվազն Հայաստանը կաթողիկոսություն է թե ոչ։ Կներեք, ես այն մարդը չեմ, որ հիմա ձեզ կարող է ասել այս մարդը այս կրոնական կազմակերպության ղեկավարն է, կաթողիկոսն է, թե ոչ, ես պաշտպանում եմ նշված անձանց իրավունքները։ Տեսեք, դուք կրոնական ազատությունից եք խոսում, Հայաստանի Ծառայական Սուրբ Եկեղեցու ընտրված օտյալ կաթողիկոսը Գարեգին երկրորդն է, բայց հիմա օրենսդրությունը եւ հիմա հարցը հնչում է Հայաստանի։ Բայց այդ հարցը ինչու եք ինձ տալիս, դա եմ ասում, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Բայց մարդու իրավունքների պաշտպան եմ, ոչ թե կրոնական կազմակերպությունների կներեք իրավունքներից եք խոսում տեսականորեն դուք Հայաստանի։ Կներեք, բայց կներեք, էլի տեսական ձևակերպումներին չկապ ունեն, եթե հենց հիմա դուք եք ինձ տեսական հարց տալիս, խոսելով այն մասին, թե օրինակ արդյոք ընդունում եք այս կրոնական կազմակերպության ղեկավարին, թե ոչ։ Պաշտպանով եք, ասեմ Անահիտ Մանասյանը, ձեզ հարցնում եմ Հայաստանի կաթողիկոսը ով է։ Դուք ինձ չեք հարցնում, թե Հայաստանի կաթողիկոսը ով է, եւ երկրորդը ես չեմ կարծում, որ որպես մարդու իրավունքների պաշտպան ես պիտի պատասխանեմ նման հարցերի, որովհետեւ ես ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպություն, որը օրենքով սահմանված կարգով գրանցված է, ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպության ներքին շրջանակներում կայացված իրավաչափ եղանակով կայացված ցանկացած որոշում, եւ ես այն մարդը չեմ, որը որևէ կերպ կարող է միջամտել այս հարցերին։ Տեսակետ հայտնելու հետ կապված, որովհետև զգում եք, որ դուք որոշակի ոչինչ չեք ասում, դուք արդյոք կաշկանդված եք, ստույգ հայտնելու այն հարցի պատասխանը։ Կներեք, բայց կարծում եմ իմ կաշկանդված լինել կամ չլինելու հետ կապված նույնիսկ որևէ հարց չպետք է առաջանար այն պայմաններում, որ մեր կրոնական կազմակերպությունների ինքնավարության միջամտության, այդ թվում հայ առաքելական եկեղեցու ինքնավարությանը միջամտելու հետ կապված երևի նույնիսկ որևէ միջազգային կազմակերպություն չի խոսել, երևի թե միակ պաշտոնական աղբյուրը ով խոսել է ընդհանրապես կրոնական կազմակերպության ինքնավարությանը միջամտելու մասին, դուք կարող եք իմ հրապարակային բոլոր հայտարարությունները